Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Արի ամուսնանանք։ Ես գտեմ կարամ զանգեմ, զանգահարում եմ այդ պանի խիդայի կվարցետից ասում եմ, ինձ պետք է ասում եմ, այս ինչ օրը մի քանի ժամից, շատ լավ Մարիամ ջան, որտեղ է, մի քիչ ասի հեռու եք գալու, սենց այդ, իսկ որտեղից են վերցնելու։ Հարսին պետք է հանել Հարսի տնից։ Վաղուց Հարսելին հանում են բոլոր երևանյան թանգանոց հյուրանոցներից։ Մի քիչ ավելի, եթե անկեղծ ասեմ, ցուցադրական է ամեն ինչ։ Այո։ Հա բայց այդ օրվա հերոսը տորթը չի։ Չեմ ընդունում, երբ որ զույգերն են սարքում, որովհետև մեր հայ տղաները իրանք ուղակի կանգնում են խղճաղճիկը սենց։ Ինչի պետք է այդ մարդկանց վիդեոները տարածել, հաճախ տարածում են վիդեոգրաֆները, կամպանիաները, որոնք որ նկարում են Հարսիկին։ Եղել են զույգեր, որ փեսացուն ասել է ինձ ցույց մի տվեք, հարսնացուն խնդիր չկա։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Մեր տղեն հաստատ թակավոր տղայա։ Այստեղ պետք է բարել։ Ինչևէ, ուրախ առիթով ենք հավաքվել այսօր, այո, ուրախ մարդկանց հետ, ուրախ առիթով։ Կարծում եմ, թեման ինչ Բայց հենց այդ երաժշտությունը ով որ դուք երգեցիք, հենց իմ հարսանիքի ժամանակ էր կազմակերպած։ Հա, ձեր կազմակերպած հարսանիքի։ Չէ, անձամբ իմ չէ, կազմակերպել է։ Կազմակերպած հարսանիք։ Այ ինչ դժվար է, չէ՞, դուք ամեն օր ասում եք իմ հարսանիքը։ Այս վաղը հարսանիք ունեմ։ Վաղը հարսանիք ունեմ։ Այդքան։ ինչքան ամուսնացավ բաժանվեց այդ օր։ Լսեք, Սամվելը Գրիգորյան պատմում էր մի հատ հաղորդման ժամանակ, որ մի հարսի հարսանիք 4 անգամ ինքն է վարել։ Հա, Դավիթն էլ մեր նկարել է։ Դա 4 անգամ նույն մարդու հարսանիքը վարել է։ 3 անգամ նույն մարդու հարսանիքը վարել է։ Արի մի հատ մեր հերոստատիտող Երջանիկ լինեն մարդ։ Այո, կարևոր է երջանիկ լինեն։ Այո, արի մեր դիտողներին էլ անպայման ներկայացնենք, թե ինչի մասին ենք խոսելու։ Ուրեմն հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ։ Ուրախ առիթներ։ Վարում ենք ես եւ չէ, Ես ու Այդան միասին ուղղակի վարում ենք ուրիշ թեմայի մեջ ենք։ Ավետ ներկայացրում եք։ Այո, ես սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին հարսանիքների, նշանդրեկների, ծնունդների, Brighton Baby Shower-ների, Mary Me կորպոր։ Արի ամուսնանանք։ Mary Me միջոցառումների, նաև կորպորատիվ միջոցառումների առհասարակ ուրախ առիթների կազմակերպիչ մի հրաշալի անձնավորություն Մարիամ Հակոբյանը։ Որը ես ուզում եմ իմանալ Մարիամ, ճիշտ է, տխուր առիթներ չեք կազմակերպում, վերջերս Լիաննա Զուրաբյանը վերջերս վարում էր թաղում, դուք եք կազմակերպել։ Չէ, բայց դեպք է եղել։ Սենց հումորային, եկեք հումորով անցնենք էլի դրան։ Մի անգամ ընկերներիցս մեկը զանգահարեց, իր հարազատներից մեկի պանիխիդան էր։ Ինձ խնդրեցին, որ ես օգնեմ։ Պարզվում է, որ հատուկ դրա համար կվարտյատ նվագողներ կան։ Այդ անցնենք, այս վերջում ամուսնության առաջարկություն ինձ զանգահարեցին, որ պետք է շատ արագ կազմակերպեի, ու ինքը ամսի 25 էր գնում, ոնց որ gold թիվ էր։ Այնպես ստացվեց, որ քաղաքում ընդհանրապես քարյակ նվագող չկար։ Ում զանգահարում էի, բոլորը զբաղված էին, պետք էր կազմակերպել ընդամենը 24 ժամ չունեի, ես տենց ասեմ ձեզ։ Ու վահիտակ իմ գալեգաներից մեկին ասում ես գիտեմ ում կարամ զանգեմ, զանգահարում եմ այդ պանի խիդայի կվարցետից, զանգում եմ, ասում եմ բարև ձեզ, սենց ասում եմ բարև ձեզ Մարիամ ջան, ասում ճիշտ ասած ասում եմ, ինձ պետք է ասում եմ, այս ինչ օրը մի քանի ժամից, շատ լավ Մարիամ ջան, որտեղ է, մի քիչ ասի հեռու եք գալու, սենց այդ, իսկ որտեղից են վերցնելու։ Վերցնելու չի առաջարկություն։ Եկա։ Շատ ուրախ պատմություն։ Եկան մի քիչ ավելի տխուր տեղից եկան։ Սավեն հակած։ Հաճախորդ ասում եմ, ինչի ասեմ։ Եկեք առաջարկում եմ անցնենք մեր թեմային, լավ ծիծաղեցինք, շատ ուրախ սկսվեց մեր հաղորդումը։ Շատ, բայց սենց ուրախել շարունակենք, կպատմեք ամենատարօրինակ ցանկությունը, որ հարսանեկան զույգը ունեցել է ու դուք փորձել եք իրականություն դարձնել։ Տարօրինակը տենց որ ասեմ չի եղել, որ արտառոց մեր մեջ ասած այն ինչ որ կատարվում է հարսանիքներում մեր օրերում առանց այդ տարօրինակ է։ Չէ։ Մի քիչ ավելի, եթե անկեղծ ասեմ, ցուցադրական է ամեն ինչ։ Այո։ Բայց ամեն ինչ չափի մեջ է, եթե անկեղծ ասեմ։ Դեռ։ Չէ, ինչ չի թվում, որ ավելի Էլուր։ Ախր
մի բան ասեմ, այդ թվացial ռոսկշը եւ թվացial շքեղության իմիտացիան ընդամենը շքեղությունա թվացial կերպով։ Ոնց է բառով տատինից լինենք։ Չէ, ես տեսեք ինչ եմ ուզում ասել։ Ավելիդ ես համաձայն եմ։ Մարիամ, մարդիկ վաղուց խախտել են այն ավանդույթը, որ հարսին պետք է հանել հարսի տնից։ Վաղուց հարսերին հանում են բոլոր Երևանյան թանգանոց հյուրանոցներից։ Ինչու՞վ է դա պայմանավորված։ Խնդրում եմ բացատրեք այս տենդենսը։ Օրինակ դուք ասում եք հարսնացուին հանում են հայրական տնից, չէ՞։ Ես ինքս կողմնակից եմ, որտեղ որ աղջիկը մեծացել է, իրաբակը, բայց քանի որ մեր հայկական հարսանիքն ինչի են կոչվում մեծ չախայկական հարսանիքներ, որ սա ազգ ու բարեկամ գալիս է ու պետքա ուրախանան։ Ժողովուրդ ջան, պատկերացրեք հարսիկս նստած է։ Ձևավորումն է, սիրուն պուպուշ երկչուհին է այնտեղ, սինին են դնում, այդքան ժողովուրդ նկարահանող խումբ, եթե հիմա պատկերացրեք այսքան տաղավարում լինի, այդ խեղճ աղջիկը չի կարա շնչի։ Դրա համար իրանք ընտրում են մի փոքր ավելի մեծ տարածք։ Մենակ դա է պատճառը։ Իմ հարսիկների մեծ մասը, անկեղծ ասում եմ ձեզ, այո, որ ժողովուրդը ինքը կարողանա ակուրատնի, դա ցուցադրություն չի։ Դա ուղղակի, որ մարդիկ հարսնացուներ ինքը կարողանա կոկիկ, սիրուն եւ նկարվի եւ հյուրերն էլ, այսինքն ազատ տեղաշարժ լինեն, որովհետեւ եթե անկեղծ եղել է դեպք, երբ որ տնից ենք հարսնացուից հանել, ինքը փոքր է եղել տարածությունը։ Լավ փոքր է եղել, հարսնացուն էլ ինքը այդ օր սիրուն կադրեր չի ստացել, նեղվել է, հյուրերի մեծ մասին որքանով է տհաճ, օրինակ աղջիկներս մենք որ գնում ենք հարսիկին, չէ, հյուր ենք, չէ, մենք բոլորս ուզում ենք մեր հարսիկին տեսնենք, ու իրանք չեն կարողանում տեսնել, կամ երբ որ պետքա փեսացուն գա, ես խնդրում եմ ասում ժողովուրդ ջան, եթե կարելի է մորաքույր, հորաքույր, տատիկներին ճիշտ է, մամաները պարտադիր առաջին սենց որ կանգնեն, որ տեսնեն, բայց մեծ մասին աղջիկներին, ընկերուհիներին այդ պահը բոլոր աղջիկներն էլ ուզում են տեսնել։ Այնքան լուսապայծ առաջկերով պիանո, սենց պատմում են, որ համոզեցիք, լավ, հանեք հյուրանոցից հարկանի լինի, բայց մուլյաժ լինի, ոչինչ։ Դա իմ շոկն է եղել, գիտեք, չէ, հարսանիք էի գնացել, մինչև այդ ես չգիտեի, որ դա ուղղակի արհեստական ինչ-որ այդպեսի դեպք եղել է մի անգամ։ Այդ տորթը կիսեցին, բերեցին, բաժանեցին, դուրս եկա ես Միջանցք, տեսնեմ այդ տորթը այնտեղ դրված է։ Դու մի ամիտ երեխա որտեղից իմաններ, որ տորթը պիտի մուլյաժ լինի։ Հետ եկա մամային ասում, մամա այն տորթը այնտեղ։ Իսկ չէի մտածում 6 հարկանի կրեմային տորթը, ոնց պիտի պահվի իրար վրա։ Չէ, խորոց։ Ցավը տանը մեղվել է, գիտես, երեխեն։ Չէ, այդպեսի դեպք է եղել, երբ որ հյուրերից մեկը տղամարդ էր, մոտեցավ, ասաց Մարիամ ջան, ասաց, բա տորթը ինչի տարան նորից իր տեղը դրեցին, ասեցի մուլյաժ է, պենոպլաստ է ինքը։ Բա հա, բայց բա ինչ են մեզ դրել որ ուտենք, ասի հատուկ տորթ կա կտրված։ Նայեք, մեր զալերը, այդ դա էլ բացատրություն ունի։ Մեծ մուլյաժները։ Հեսա կպարզվի ամեն շատ օբյեկտիվ, չէ, օբյեկտիվ չի։ Եթե անկեղծ ասեմ, օբյեկտիվ չի։ Իմ համար դա օբյեկտիվ չի։ Կարա ինքը լինի խելամիտ, նորմալ բան, ուղղակի քանի որ ելեմ ասում մեր սրահները մեծ են։ Բացօթյա հարսանիքներին մուլյաժ տաները այդ ամենաանիմաստ բանն է։ Հա։ Բացօթյա հարսանիքներին ինքը շատ ցինա լինում, որ հենց իսկական տորթը որ բերվում է։ Չեմ ընդունում, երբ որ զույգերն են սարքում, որովհետև մեր հայ տղաները իրանք ուղակի կանգնում են խեղճ աղջիկը ասենց լցնում է արագ-արագ։ Այն որ լցնելով հիմա այտենց բանի դա չեմ ընդունում ես։ Նոր թրենդներն են։ Եվրոպական է մի քիչ, եթե անկեղծ ասեմ, ես դա Բայց իրականում այդ ավելի բնական ու ավելի սիրուն է, քան ցանկացած թղթե մեծ անհասկանալի մի բան, որ բերում են, դնում են, բոլոր հարսանիքներին տեսնում են, հետո տանում են դնում են տեղը։ Դե դրա համար եմ ասում, եթե սրահը մեծ է, բայց հաշվի առեք պատկերացրեք օրինակ, որ բացօթյա խնդիրը որն է, որ տորթը մեծ երևա, տարածությունը։ Պատկերացրեք, սենց ասեմ, ձեզ հարսանիքը հենց մեկը սրահները, prime hall, հարսնակար, չէ, ինք մեծ են տարածությունը։ Այսինքն դու դնես փոքր տորթ։ Մի հարկանի սովորական ծայրից ինքը չի երևալու։ Տորթը ընդհանրապես։ Հա, բայց այդ օրվա հերոսը տորթը չի։ Ահա, բայց դուք հաշվի առեք, որ պետքա ժողովուրդը կտրեն, չէ, զույգերը։ Այսինքն ինչքան մեծ պետք է իրանք տորթը պատրաստեն, որ մոտավորապես ինքը մի 400-500 հոգուն բավականացնի։ Կլոր բնական տորթերը մաքսիմում մինչև 200 հոգի դա մաքսիմումն է։ Բայց մեծ մուլյաժներ եթե այդքան բերեցին, ինքը կրեմային սլիվկին ինքը միանգամից կփչանա։ Բացի դրանից ռեստորանները իրանք նման մեծ սառնարաններ չունեն, որ ձեր ասած քանակությամբ դրա համար իրանք բերում են մուլյաժ ու բերում են առանձին կոնական արտադրամասեր։ Հա, էլի տորթեր թխեն, այդ ժողովրդի քանակով, տանեն դնեն սառնարան։ Մի հատ սիրունը կտրեն, պուճուր սիրունը, այն ինչ որ կտեղավորվի, սիրուն կտրեն։ Համով։ Ես մի կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնանք, տեսեք, վերջերս շատ է սկսում տարածվել հարսիկների վիդեոները, նույն ինչի համար մենք հաղորդում ենք սկսեցինք այդ մեր տղեն
այդ երգով շատ են մարդկանց անձնական տարածքը հանրայնացնում ու այն բոլոր սպիտակ շորով սիրուն հարսիկները, ովքեր որ այդ գիշեր պետք է մտածեին այլ բանի մասին, մտածում են իրենց վիդեոների տակ գրված վատ կոմենտների մասին, որովհետև շատ հաճախ դե բոլորը չի որ բոլորին դուր են գալիս, հաճախ սկեսուրները շատ մեկ-մեկ զավեշտալի, մեկ-մեկ ոչ այնքան զավեշտալի ռեակցիաներ են տալիս իրենց հարսին առաջին անգամ հարսնարեկան զգեստով տեսնելիս։ Հատկապես վերջերս էտել է թրենդային, չէ։ Ինչ տենդենս է սա եւ ինչի պետք է այդ մարդկանց վիդեոները տարածել, հաճախ տարածում են վիդեոգրաֆները, կամպանիաները, որոնք որ նկարում են հարսիկին, կամպանիաները, ովքեր որ կազմակերպում են հարսիկի հարսանիքը, ինչի համար է սա արվում։ Առաջին հերթին նայեք ավեջան թույլատրություն պարտադիր հարցնում են առանց թույլատրության ոչ մի տեսանյութ չի հրապարակվում եղել են զույգեր որ փեսացուն ասել է ինձ ցույց մի տվեք հարսնացուն խնդիր չկա եղել են որ ասել են միայն դետալներ ու եղել են որ անգամ հատուկ reels maker-ներ կան որ վճարվում են առանձին իմ գոլեգաներն են շատ լավ աղջիկներ են ընկան գալիս են այսքան նկարում են ունեն լավ աուդիտորիա որ հատուկ հենց տարածվի կան հատուկ հենց կայքեր, մոտավորապես ամենակիչը 5 կայք, որի մասին ես տեղյակ եմ, որ իրանք հենց վճարով վերցնում են, նյութերը հրապարակում են, ու մարդիկ դրա համար վճարում են։ Իսկ տենդենսները, որ դուք ասում եք սկեսուր մայրիկի այդ ռեակցիան, եկեք ասենք 90-ական թվականներին էլ այդ ամբողջը եղել։ Պարզապես մարդիկ չեն ունեցել գադջետներ, հեռախոսներ, տեսանկարահանման հնարավորություն եւ տարածել։ Քրինժ դառնում է ամեն ինչը։ Բոլորը դրա վրա տժում են ախր։ Ներողություն արտահայտությանս իհարկե, բայց տժում են մարդիկ կոմենտերով տժում են այդ ամեն ինչի վրա։ Հետո անգամ այնքան են տժում, որ դա հայտնվում է եթերում։ Նույն այդ մի հատ ասա մամ ջան արտահայտությունը հիմա դարձել է այդքան տարածված եւ շատերի համար ծիծաղելի։ Բայց ես տիկնոջը ճանաչել եմ։ Հրաշք մարդ է։ Ես վստահ եմ, որ հրաշալի ազնվորություն։ Անձնավորված չի ես խնդիրը պատկերացնում։ Մենք չենք անձնավորում, մենք չենք այն որ ասում է ու մարդիկ ժողովրդանեկեք sense ասեմ։ Հիմա կարող է ես մի բան ասեմ, դա վերնագրել լրիվ այլ ձև ու այլ ձև մատուցեն։ Եղել է նման դեպքի իմ հետ։ Այս վերջում իմ հետ նման դեպք եղավ, երբ որ ես լրիվ այլ բան էի ասում, ես դրա մասն եմ անդրադառնում, դուք հասկանաք ես ինչ նկատի ունեի։ Ես լրիվ այլ բան եմ ասում, բայց լրիվ այլ բան են մարդիկ ցույց տալիս, ում ինչ ձեռքա տալիս։ Դե միշտ կոնտեքստից կտրելը, տարածելը այդ բոլոր իրավիճակներում կա։ Ու մարդիկ ինչ որ միտեղ ես չեմ ուզենա երբեք ոչ մեկի կրթված ու չկրթվածին լինելու, որովհետև մենք ամեն մեկս անցել ենք մեր կյանքի դաստիարակությունը, մեր ընտանիքինը։ Դպրոցի դաստիարակության մասին չի դա խոսքը, դա խոսքը ընտանիքի դաստիարակության մասին է, որովհետև ընտանիքից մարդ ոնց դուրս է գալիս, նման ձև ինքը սկսում է շրջապատի հանդեպ։ Որ դուք ասում եք, օրինակ հենց այդ մամ ջան, այդ խոսքը, եթե դուք նայեք, ինքը աչքերի մեջ տիկնոջ հրաշք փայլ կա, հարսնացույնը նույնպես։ Ես ինքս անձամբ քավորակին լինելով, ես իմ սանիկներիս ասում ես ձեր հարսանիքին եւ գորալու եմ տաշի եւ մտնելու եմ ասեմ փեսա ջան մարդիկ ցանկացած մարդ ոնց ուզում է թող դա ընդունի բայց ոչ մի տեսանյութ չի հրապարակվում առանց թույլատրության այս վերջում էլի տեսանյութեր կար շատ որ ինքը մեծ տարածում գտավ բայց հետո բացատրություն եկավ տվյալ մարդու կողմից Այս շատ հետաքրքիր քննարկումը շարունակենք, բայց ավելի մասնագիտական տիրույթում տեսնենք ինչպես են կազմակերպվում հայկական հարսանիքները, միջոցառումները, ինչ դժվարություններ ունեք եւ արդյոք կա այդ մշակույթը փաստացի ընդունել են մարդիկ, որովհետեւ մենք սովոր ենք անընդհատ ամեն ինչ ինքներս ենք անում, մեր առիթները, մեր բարեկամների հետ մի կերպ ծերին։ Դե թե հարուստն ընդունել են։ Չէ, փողունի կարող։ Ով փողունի ընդունել է։ Չէ, նայեք, sense ասեմ, ցանկացած աղջիկ ցանկանում է որ այդ օրը իր կողքը լինի այնպիսի մարդ, որ ամեն մի իր լարված են բոլոր աղջիկները։ Դե բարձ է։ Շատ լարված են։ Ու մամաները ինչքան էլ իրենց կողքն են լինում հարսնակուրիկները, բայց մարդ պետք է լինի, որ իր կողքը լինի։ Մեկը լինի հարսնակրոջ կողքը լինի, չէ՞։
Չեմ կարա ասեմ, Ազաբը թող լինի հարցնաքրոջ կողքը։ Չէ, զոտ ուղակի նայեք, ինքը սկսվում է փուլերով, նախապատրաստական։ Ունեք մենք երբ որ նստեցինք, ես ասեցի, եկեք, ընտանեկան, չէ՞։ Ընտանեկան մի սեղանի շուրջ, ես ասում Ժորժ ջան, ասում, ընտանեկան մի սեղանի շուրջ, որ նստենք, շփվենք, խոսանք նրա համար զուտ, որովհետև մենք պատրաստում ենք այնպիսի առիթի, որ ինքը լարվածության միացած կծիկ է։ Ու պետք է այդ կծիկը բացես, այսինքն կծիկը ինքը ինչի համար, որտեղ մարդիկ անտեղյակ են, երբ որ մարդ անտեղյակ է ու ինքը մտնում է ինչ որ մի տեղ, որ ամբողջ իրան խորթ է, ինքը սկսում է փակվել։ Այնտեղ պետք է այնպիսի մարդ, որ այդ կծիկը կամած բացատրելով ինքը բացի։ Կամած, այսինքն երբ որ ինքը կծիկը բացվում է, մարդիկ արդեն իրանք ավելի սկսում են վստահել։ Վստահությունը ինչից է գալիս։ Մենք բոլորս տեղյակ ենք, թե որտեղ են բրենդները, որտեղ է թանկը եւ որտեղ է մաչելին։ Բայց երբ որ ասում ես մաչելին չի նշանակում անորակ։ Պարզապես կան լոգոտիպեր ու չկա լոգոտիպ։ Այսինքն ոնց որ դու գնում ես նույն որակի արտադրանքն է առանց նույն որակի։ Ես միշտ ասում եմ, չէ, կան եւ վատը։ Չէ, ինչ որ ընտրում եք բնականաբար։ Ես միշտ ասում, կազմակերպիչը նրա համար է, այսինքն որ ինքը ուղղորդի։ Կազմակերպիչը նրա համար չի, որ ինքը տանի SSSS, որովհետև դրա տեղերը բոլորս էլ գիտենք։ Հա, դա կոորդինատորինն է, երբ որ կոորդինատորը համախմբում է։ Կոորդինատոր եւ կազմակերպիչ տարբեր բաներ են։ Կոորդինատորը այն անձնավորությունն է, որ ինքը ամբողջին համախմբում է, այսինքն պատվիրատուն բերում է ցանկ, որտեղ որ նշված է, թե ինքը արդեն ընտրված ունի, ում հետ է ցանկանում ռալ աշխատի։ Քանի ամիս եք նախապատրաստում ամեն հարսանիքին, ամիսներ են դեպքում թե որ ինքը երամսյակներով է։ Ամեն երամսյակը մեկ հարսանիք։ Չէ, երամսյակ ասելով, այսինքն նայեք, երամսյակը մեկ հարսնացույց գեստի փոփոխություն է լինում։ Նույնպես օրինակ ամենասկզբից, երբ որ մենք սկսում ենք հարսանիքը կազմակերպել, ընտրում ենք սրահ։ Սրահից զատ մենք սկսում ենք արդեն նայել եկեղեցին եւ տները։ Եկանք նրան հասանք, այսինքն եթե մեր հարսիկիս տունը, փեսայի տունը տարածքով հարմար է կամ հարմար չի եղել է, որ իրանք այստեղ չեն ապրում, բայց մարդիկ ցանկանում են իրենց հենց հայ հողի վրա անեն, ու ես դա գովաբանում եմ անկեղծ, որ շատ լավ է, երբ որ դրսի ժողովուրդը գալիս են ու այստեղ իրանք փորձում են հարսանիք անեն, հենց հայկական ավանդույթներով։ Գովելի է։ Ընդհանրապես հարսանիք անելը գովելի է, ուրախանալը եւ դրանից հետո ամենակարևորը երջանիկ լինելը, անկախ շքեղության իմիտացիայից մնացած պայմաններից, ամենակարևոր նախապայմանը երջանկությունն է այս ամեն ինչի։ Մենք էլ բոլորին ինչ ենք անում։ Մաղթում ենք ուրախ երջանիկ հարսանիքներ, այնպես չէ՞ որ նստած քննարկում ենք մեր աչքի փուսն այդ ամեն ինչը, զուտ բաներ կան, որոնք իսկապես ճնշող են շատ ձևական են ու շատ խորթ են։ Բայց նայեք օրինակ ես դες բացատրեցի տունը, ընդունեցիք։ Տունը արդարացված է այն պարագայում, Մարիամ, մենք բնականաբար հասկանում ենք, եթե մարդը եկել է ուրիշ տեղից ու այստեղ չունի բնակարան, չունի հարազատ, բայց երբ որ դա արվում է ուղղակի նրա համար, որ ավելի լավը երևա։ Եթե անկեղծ փառքաստու ես այսքան տարվա մեջ նման բան չեմ ունեցել ուղղակի համար, իմ պրակտիկայի համար եղել է կամ իրանք այստեղ տոն չեն ունեցել, կամ էլ տունը փոքր է եղել հյուրերի համար։ Ահա, անցնում ենք արդեն նախապատրաստական ընթացքին, երամսյակը մեկ հասել ենք տներին արդեն։ Հարսի շորը ընտրեցինք, երամսյակը մեկ տները։ Չէ, սրահն է ընտրվում։ Դրանից հետո, այսինքն տների լոկացիաներն ենք ժամայինով հաշվարկում, թե որքան ժամանակում կհասնենք մենք։ Քավորին դիմավորելն ամենասկզբից, եթե հարկավոր է քավորի ետևից մեքենայի ուղարկում, այնտեղ պարային խումբը, որը որ շատ սիրուն է լինում աղուհացով, երբ որ դիմավորում են երաժիշտները զուռնադհոլով։ Ես իմ հարսանիքները կազմակերպած շատ եմ սիրում, երբ որ ոչ միայն աղուհաց է լինում, այլ գինու ինքը տակարա, որտեղ հենց մի հատ շնորհավորական սենց խոսքի ասում քավոր այո ուրախացնում է բոլորին։ Շատ սիրուն է լինում։ Գիտեք արդեն։ Լավ, այս ամբողջ process-ը անցանք ձեր ընդհանուր ստատիստիկայի մեջ։ Որքանով են գո հաճախորդները եւ եղել է արդյոք որ հարսանիք տապալեք օրինակ հետաքրքիր է, որքանով դե բնականաբար 15 տարվա չէ փորձ ասացիք 15 տարվա փորձ կա կլինի էլի մի բան որ այն չգնաց Սուտ չեմ ասի եղել է ժողովուրդ ջան տապալվել չէ բայց եղել է ինչն է շեղվել պլանից ասես բոլորը որ գոհ են լինում դե հա այն որ ֆորս ունեցել եմ փեսացում տարիներ առաջ
որ փեսացուն անընդհատ ասում էր բա որ ֆորս մաժոր լինի, ինչ ես անելու։ Պատկերացրած ֆորս մաժոր։ Որ ես ասեմ կպատկերացնեք, որ ֆորս մաժոր լինի, լույսերը տանեն, ինչ ես անելու։ Ասում էի դվիժոկ կա, որ ցանկացած անկեղծ զանգահարել էի անգամ սրահի տնօրենությունը, իմացել եմ, այնտեղ դվիժոկ կա, արդեն որ ես էլ էի։ Իմ մեջ եմ որ բա որ անձրև կա։ Ու բացօթյա էր ինքը ամբողջությամբ բացօթյա տարածություն էր։ Վերջում պարզվի հարց ուղղակի եկեղեցում ասելա չէ։ Չէ, ժողովուրդ անձրև եկավ, սելավ, հարսանիքի օրը եկավ սելավ, ասելու չի։ Մի անգամ լույսերը գնաց կայծակից։ Աստված։ Միացրեցին։ Երկրորդը չէր միանում։ Դվիժոկը ինչ որ տոլի վառվել էր, տոլի չգիտեմ ինչ էր եղել։ Ասում եմ կուժն ու կուլան ջարդվեց իմ գլխին։ Ես մի հարցել եմ ուզում տամ։ Արդարացված են արդյոք հարսանիքներին աստղաբաշխական թվերով հարսանիքներ վարող թամադաների գները։ Ես չեմ ասում իմ գոլեգաների մասին, այո, կան մարդիկ, ովքեր որ արդարացված են եւ այո, պետք է հենց այդքանով էլ վարեն հարսանիքներ, բայց կան մարդիկ, ովքեր որ չափազանցված շատ են։ Իրանք ունեն անցած, չէ, եթե կեսնես ճիշտը խոսանք, ու հարսանիքը ինքը հեռուստատեսություն չի, որ կարողանանք մենք մի քանի դուբլից նկարենք։ Հարսանիքը ինքը ֆորս մաժորների մի հատ sense մեծ էլի կծիկ է, որ պահի տակ դու պետքա կարողանաս ամեն ձև տակից դուրս գաս, ոնց ուզում ես։ Ու դա պետքա լինի հանդիսավարի, եթե խոսքը հանդիսավարն է, բայց ընդհանուր ամբողջ շարժը կազմակերպիչն է։ Այսինքն կազմակերպիչն ու հանդիսավարը պետքա միասին զուգորդաբար աշխատեն։ Ֆինանսականը, որը որ դուք ասում եք, ինչ որ միտեղ եւ արդարացված է, եւ արդարացված չի։ Դե հիմա եւ չեն։ Արդարացված է այնքանով, որ մարդիկ, եթե տվյալ անձնավորությունը կարելի արժեք, ինքը հարսանիքը մինչև վերջ տանի, լավ տրամադրությունով առանց նոն-ստոպի։ Իմ համար հարսանիքը նոն-ստոպն է։ Իմ էլի պրակտիկայում ես չեմ հանդիպել նման հանդիսավարի եւ ձեր ասացի պես, այսինքն որ իր հոնորարին, երբ որ վճարվել է իր հոնորարը, ինքը մի բան էլ ավելա տվե։ Ես ես անկեղծ եմ ասում, դա ոչ թե ես ասում եմ, որ գիտեք ինչ կան, որ ասում եմ ես լավը Երևան կամ բան, չէ։ Փառքած ու ես շատ եմ սովորել նման անձնավորություններից, շատ բաներ։ Ու մինչ օրս էլ, երբ որ ես աշխատում եմ նման մարդկանց հետ, ես իրենց հետ էլի սովորում եմ, որովհետև իրանք ավելի շատ ապրած ունեն։ Իրանք եւ տելեյում, եւ ռադիոյում շփվում են անընդհատ մարդկանց հետ ու ավելի շատ պահեստ ունեն, ասում եմ, պահոց ունեն։ Ինչա փոխվել է տարիների ընթացքում հայկական հարսանիքներում։ Ամեն ինչ։ Ժողովուրդը Չէ, հայկական ավանդույթները Փարքաստու պահում են։ 2-3 տարի առաջ ես շատ ուրախացա, երբ որ ինձ նման առաջարկ եկավ Miss Morthui։ Morthui? Miss Morthu, Մսացու։ Հա, ես Miss Morthui։ Չէ, Miss Morthu-ին, որ դուք ասում եք ոչինչ չի մնացել, ժողովուրդ իրոք մնացել է ու պահում են դա դրսի ժողովուրդը, դրսի հայերը, ովքեր որ գալիս են այստեղ։ Ընդհանրապես տենց է, չէ՞, դրսից ներս, դրսից դուրս։ Ով որ առաջ ինձ այդ առաջարկ արեցին, ասեցին մենք սենց բան ենք ուզում, իրանք հենց դրսի ժողովուրդ էին։ Ես անկեղծ տեղյակ անգամ 4 տարի առաջ, եթե 4 տարի կլինի արդեն հարսանիքի ինձանից ու հենց Սահակյանց այդ երգը ինձ իրանց հարսանիքին այլ եղել։ Ես հետաքրքրվեցի տարբեր տարածաշրջաններից ու նման մսացու ոչ ոք անգամ ինձ հետաքրքիր էր։ Ու մինչ օրս այնտեղ նռան արարողություն կար, որ ասեմ ձեզ ավանդույթներ ունենք։ Շատ սիրուն ժողովուրդ ջան, օրինակ այս վերջում հրավիրատոմս մենք պատրաստեցինք հայկական զարդանախշերով, թռչնատառերով ու ես այնտեղ զույգերին առաջարկեցի, ասի ժողովուրդ ջան, եկեք ասեցի նուռը դնենք որպես խորհրդանիշ։ Իրանք ասեցին ասեց ինչի համար, ասի նուռը ասեցի ինքը պտղաբերություն է, ասի որտեղ հնում ասեցի հարսնացուի ձեռքը տալիս էին նուռը ու ինքը պետքա նուռը գցեր հատակին։ Որքան հատիկներ դուրս էր գալիս, ինքը այդքան զավակներ պետքա ունենար։ Ինքը սենց ասեմ շատ հետաքրքիր ավանդույթ է։ Ինչևէ այդա ես ուզում եմ որ երբ որ դու ամուսնանաս քո հարսանիքը լինի իդեալական, ճիշտ կազմակերպված,
գրագետ կազմակերպված ու կարևորը որ այդ օրը դու վայելես անկախ նրանից թե ինչպիսին է հարսանիքը ինչ արժեք կունենա հարսանիքը ամենավերջում երբ որ դուք նստեք ու հաշվեք կարևորը որ օրը անցնի ուրախ որովհետև հնարավոր է քիչ բյուջեով ուրախանալ եւ շատ բյուջեով ուրախանալ կարևորը ուրախ տրամադրությունն Ժողովուրդ ջան բյուջեն կապ չունի Կարևորը մարդիկ կան այդ օրը ձեր կողքին լինեն ձեր հարազատները ու ծնողներից բռնած այն որ իրանք այդ օրը վայելեն ոչ թե լարված չլինեն բոլոր հյուրերը լինեն իրան զույգերի կողքին նստած մարդ չլինի սրահում բոլորը պարեն քեֆանեն մի մարդու պես Գնացինք պարեք ուրախացեք եւ երջանիկ եղեք դա ամենակարևորն է Մարիամ ջան շատ շնորհակալ ենք որ եկաք ուրախ ենք ու մենք թեմայի մեջ ենք Մարիամ ջան Հաջողություն կհանդիպենք ձենս քաշվեց այսօր շատ եմ տաշի գոռացել Տաշի